ձեզ իմ սիրելի հայրենակիցներ, ես կրկին ճանապարհի վրա եմ, որպեսզի բացահայտեմ մեր հինավուրց, սքանչելի բնությամբ եւ հարուստ մշակույթով երկիրը։ Այս անգամ ճանապարհն ինձ բերել է Կոտայքի մարզ, գյուղ Մեղրաձոր։ Այո, մեր պապերը այստեղ են գաղթել Բայազեդ գավառի Արծափ գյուղից։ Այսօր միասին ծանոթանալու ենք այս սքանչելի գյուղին, լսելու ենք տեղացիների հետաքրքիր պատմությունները եւ վայելելու ենք Մեղրաձորը իր ողջ ջերմությամբ։ Գնացինք։ Մեղրաձոր գյուղը հիմնադրվել է 1830 թվականին Բայազետի գավառի Արծափ գյուղից գաղթած հայերի կողմից։ Նախկինում հայտնի էր Թեժայռույգ եւ Թայչառուխ անուններով։ 1946 թվականին վերանվանվել է Մեղրաձոր։ Մեղրաձոր գյուղում գրեթե յուրաքանչյուր տան պատին կարելի է հանդիպել մեղուների պատկերներին, ինչը վկայում է այն մասին, որ մեղվաբուծությունը այստեղ ոչ միայն զբաղմունք է, այլև կյանքի մի մաս։ Գյուղը հզոր սարերի գրկում է, պատված անտառներով, որտեղ բնությունն ու մարդը հարյուրավոր տարիներ ապրում են համակեցության մեջ։ Գիտեք, ժողովուրդ ջան, երկու բան եմ սովորել գյուղ գալուց։ Առաջինը ինչպես ձմռանը սարն անցնել առանց մեքենան վնասելու, եւ իհարկե ինչպես մեքենան վարել, որպեսզի տատիկի հավերին չքշել։ Ասածս ինչ է, ժողովուրդ ջան, մեքենա վարելը խաղ ու պար չի։ Նստեցիք մեքենա, արգելակի տեղը չգիտեք։ Կայնի։ Տադամ, բախում։ Այ այդպիսի բաներից խուսափելու համար մեզ ինչ է պետք, իհարկե փորձառու եւ որակավորված մասնագետներ։ Դրա համար ինչ ենք անում, իհարկե դիմում ենք սա քո ավտոդպրոցին, որտեղ դուք կսովորեք ոչ թե պարզապես ղեկ բռնել, այլ լինել գրագետ եւ իրական վարորդներ առանց բախումների։ Կոնտակտները թողնում եմ ներքևում։ Ասեմ ձեզ, որ անհատական մոտեցումը պարտադիր է, իսկ գնայինն էլ բոլորիս հարմար։ Գնացեք, սովորեք, ժողովուրդ ջան, ինձ էլ ինչ կտակ։ Սիրելիներս, այսօր Մեղրաձորի ողջ հմայքը կվայելենք ձիերի ուղեկցությամբ եւ այդ հարցում մեզ կօգնի Էդգարը, ով էս ամենի հեղինակն է։ Ողջույն։ Էդգարի հետ կզրուցենք մի փոքր ուշ, որովհետեւ ձիերը սպասում են, պետք է գնանք արկածների հետևից։ Գնացինք։ Կարատ, let's go։ Հիմա մենք ուր ենք գնում։ Հիմա մենք գնում ենք դեպի Ջրվեժի ուղղությամբ։ Ջրվեժը գտնվում է Մեղրաձորից հյուսիս-արևելք, բարձրությունը մոտավորապես 2000 մետր բարձրության վրա ենք գտնվում, իսկ Ջրվեժը 2200 մետր բարձրության վրա է։ Գնանք շորջ ջան, տեսնենք Ջրվեժը եւ հետ վերադառնանք։ Ճանապարհին էլ դե ինչ ճանապարհին մի հատ բուժիչ աղբյուր կա, այդ աղբյուրի մասին էլ կարանք մի երկու բան ասենք։ Բուժիչ աղբյուր կա, հրաշալի։ Դա էլ կտեսնենք։ Իսկ ինչ է բուժում։ Ինքը ստամոքսաղիքային հիվանդությունների դեմ որոշակի հատկություն ունի, ինչպես նաև տիեզերքի հետ որոշակի կապ։ Տիեզերքի հետ կապ։ Այո։ Ինչ կապ։ Տեսեք, մեր տեղանքը լավ ցուրտ է, եղանակները։ Հա։ Միակ աղբյուրներից է, որ ինքը ձմեռը չի սառում։ Ու խալաձենիկի մեջ էլ որ դնում ես իրան, չի սառում։ Չէ, չի սառում։ Ընդհանրապես։ Չի սառում, փորձել ենք մի քանի անգամ։ Իսկ որ աղբյուրը տիեզերքի հետ կապ ունի։ Ահա։ Խփի ոտքերով խփի կողքերին։ Խփի ուժեղ խփի, մի վախի։ Չեմ կարող ուժեղ խփեմ։ Կարամ։ Հայ, Ժորժան, կարատը ինձ չի լսում։ Ես էլ վախենում եմ խփեմ, որ գնա։ Խփեմ չէ, էլի սենց կրունկներով պիտի տամ։ Ինչ էի ասում։ Հա, ամենակարևոր հարցը։ Վայ, մեր օպերատորը։ Կարատ ջան, դեռ պետք է մեզ։ Պետք է նկարի դեռ։ Կարատ։ Դե հոգնա արդեն այդ հարցը տալիս։ Պետք չի ինձ էդ երազանքը լավ է։
Մկոս գուշ։ Չէ, մի վախեցիք։ Եղեք ստեղ կանգնում ենք, նայում ենք աչ ու ձախ, ավտո չկա, նոր անցնում ենք։ Մի քիչ էլ կամակորություն է անում։ Որ ես նոր եմ դրա համար։ Չէ, իր բնավորությունն է զուտ։ Ու կամակորձյուն տվիք ինձ։ Չէ, բոլորն են տենց, նշի մենակ ինքը։ Որտեվ ես էլ եմ տենց, դրա համար 2+ իրար վանական են, էլի ոնց որ։ Вообще ձիերը ձիավորին զգում են։ Ու բոլոր մարդիկ են ասում, որ նստում են, ասում են այս ձին ինձ շատ նման է։ Չգիտեմ, հետիշ որ երևի առանձնակի հատկություն է իրաց տրված։ Ոտքերով խաչեր ենք անում, գնում ենք գնում։ Մի տեսակ ձիու վրա նստելը հզորություն է տալիս, չէ՞։ Այո։ Իմիջայլոց ասեցիք այո։ Յանի սուս մնա։ Չէ։ Դիմացի ժայռերը տեսնում եք, բոլորը տարբեր անուններ ունեն։ Այն ամենաբարձր ժայռի մեջ տակառներով մեղր է եղել այն ժամանակ։ Հա։ Ու տեղից տակառներով մեղր են հանել։ Մեղուները տեղ փեթակներից փախել են, այդտեղ են բույն հյուսել։ Այսինքն փեթակները այդտեղ չեն եղել, ուղղակի մեղուները եկել են այդտեղ։ Հա, փախել են, այդտեղ հարմար տեղ է իրանց եղել ու տակառներով ահագին, չգիտեմ քանի տակառ կոնկրետ, բայց այդտեղից այդքան մեղրներ են հանել։ Կարատ գնացիր, սիրելիս, ես այլևս խելոք չեմ։ Քիչ մնաց, չէ, արդեն հասնում ենք։ Հասնում ենք, հասել ենք կարելի ասել, ոչ թե Արդեն հասանք։ Այստեղ կանգնում ես, կարատ կանգնեցինք, հոպ։ Նայեք Ժորջան, ոնց եմ թռնում։ Հոպ։ Դե գնացինք, գնանք ջրվեժը ցույց տանք։ Կարատ չգնաս, հեսա գալիս եմ, քեզ շաքար կբերեմ։ զգուշ ստեղ։ Ճանապարհը լավ է, դժվար է, բայց Իշնեմ, հա, սառածա քարերը։ Եկողները չեն բողոքում։ Նո, մարդիկ կան չեն իջացնում այսքան ներքև, որովհետև դժվար անցանելի է։ Հա ինձ եք ռիսկի տակ դնում։ Իմ կյանքն եք վտանգում։ Գիտենք, որ արկածասեր ես, ուզում եմ հնարավորինս ամենարկածի մեջով ուզում եմ անցնես Մեղրաձորի։ ազգը քեզ չի ների, Էդգար ջան, ինձ մի բան եղավ։ Չի ների։ Չենք թողի ձեզ բան լինի։ Զգուշ։ Գնացինք։ Արի գնանք, տես քեզ ինչ սիրուն տեղ եմ ցույց տալի։ Ասմա երթամ քեզի համար խնձորբեր։ Հիմա վեր ջրվեժն է։ Զգուշ, զգուշ, զգուշ։ Այ, այ, այ։ Վերջին գա։ Վերջին գա։ Այս սառույցների վրայով եք անցնում։ Հա, հա, ջուրա գնում, զգուշ անցի։ Իսկ սառույցները չեն ջարդվի, չէ։ Էլ չէ։ Էլ չէ։ Որտեւ արդեն ջարդվում։ Ջրվեժը։ Վաու, էս ինձ սիրուն է։ Հիմա այդ գարն անկնում։ Զգուշ։ Տեղ կանգնենք։ Վաու։ Գիտեմ, որ այս հատվածն էլ է սառում, բայց հիմա չէ, սառած չի։ Հա, այս մի քանի օրը լավ տաք էր եղանակները, սառույցը հալվել է, թե չէ կարող ենք ջրվեժի վրա կանգնեինք ու շատ սիրուն նկարներ ստանայինք։ Իսկ եղել է դեպք, որ ջրվեժը ջարդվի։ Չէ, աստված չանի։ Իսկ լողանում եք ձմեռը, թե չէ, առողջության համար։ Եղել է, որ մարդիկ լողացել են, բայց հիմա չէ։ Հիմա չէ։ Հիմա չէ, այսպես կանգնի, գաջավոր քեզ հիշեն մարդիկ։ Իսկ ջրվեժը ոնց է կոչվում։ Ջրվեժը հիմնական մարդկանց մոտ տարածված է որպես Մեղրաձոր ջրվեժ, բայց կա ուրիշ անուն, տեղացիները թորոն չռիկ են ասում։ Թորոն թոնիր, որպես չռիկն էլ ջրվեժ թարգմանաբար, sense թարգմանաբար չասեմ, բարբառով մեր։ Հա, բարբառը։ Թոնիրի են նմանեցնում, հա, այս ջրվեժը։ Ինքը վերևից որ նայում ես, ինքը sense կռուգավոյ է, կլոր է ու դրանով վերևից ոնց որ թոնիր լինի։ Հաց թխում եք ստեղ։
Հաս կարամ ասեմ, որ եղել է այտենց այն ժամանակները այստեղ մեր պապերը մնացել են, անասուն են պահել, գյուղատնտեսություն են զարգացրել ու հնարավոր է այդ ձեր կատակը նաև իրականության ավելացել։ Իսկ հիմա զբաղվում են անասնապահությամբ։ Գյուղատնտեսությունը չէ այդքան, որովհետև հիմա ուրիշ զբաղմունքներ ունեն ու գյուղատնտեսությունը մարդկանց այդքան էլ չի ձգում, որովհետև այդքան փող գումար չի մնում մարդկանց, ուրիշ զբաղմունք են գտնում, հա։ Ձեռք չի տալիս, ափսոս։ Նա որպես անեկդոտ եկեք պատմեմ մեր գյուղի մեծերից։ Իրական դեպք է։ Հա, իրական դեպք է։ Վաու, ինչ ա եղել հələ։ Անունը Մհեր, մենք իրան գյուղում որպես ճանաչում են Փեսա Մհեր։ Փեսա Մհեր, Փեսա է, բայց Մեզ Փեսա է, բայց ոչ բոլորին է ինքը Փեսա։ Հա, ուղղակի։ Մենակ ձեզ Փեսա հասկացա։ Հո, ոդկես մոք սողեն Փեսա լիներ, բազմականություն կլիներ, չեն լինի։ Դե լավ, դրա վրով է մի քիչ պատմությունը Ռուսաստան գնացող մի ջայլ տղա ասում է Փեսա Մհեր, в общем, քիչ ես այդում Ռուսաստան, ընդ լավ է ժամանակն անցնում, աղջիկների հետ լավ ժամանակ ես անցկացնում։ Ասում է տղա ջան, որ դու այդում ես Ռուսաստան, ստեղն էլ է դառնում այդ քո ասածը Ռուսաստանը։ Այդ մի ագին ժամանակ եղել էր ասելիք, այդ պատմությունը միշտ պատմում էին ու այդ հենց իր անունով է։ Դե որ շատ տղամարդիկ գնում են, հա։ Ասում է ստեղն էլ է դառնում Ռուսաստան, որ դու Էդի ես չեմ ասում, Ռոր ջան, կյանքն է այդպիսին։ Մենք ինչ անենք։ Այնպես որ ավելա մնաք մեր երկրում եւ ամեն ինչը պահեք մեր երկրում։ Այո, եւ ոչ մեկ Ռուսաստան ռուս աղջիկ չի դառնա, հա։ Հա, Ժորժ ջան, ես էլ մեր Փեսա ինչ էր անում Մհեր։ Մհեր։ Փեսա Մհեր, բարև։ Փեսա Մհերը ողորմածի կա, հիմա չկա։ Փեսա Մհեր, բարև։ Հիմա նայում է երկնքում հո չի խնդում, փորը բռնել ասում է։ Փորը բռնել է կավել մի բան, մի հատ լավ բան ասում է մեզ, չգիտեմ։ Էդ էլ դե մենք չենք լսում։ Ուրիշ կա էլի անեկդոտ, թե չէ։ Ուրիշը տենց էլ եկեք լավ սրանով սահմանափակվենք, էլ շատ խորանանք, որովհետև թե չէ շատ բաներ կբացահայտվի, հա։ Համարան անջատենք լավ, հետո կպատմենք։ Դե ջրվեժը շատ սիրուն էր, թողնում եմ ձեզ սիրելիներս, դուք վայելեք ջրվեժը առանց մեզ։ Ինչ լավ բռնեց հանկեր, զգացեք, զգում եմ արդեն այս բնության մեջ բանաստեղծական բաներ ա մոտս արթնանում, տաղանդ։ Տեղանքից է։ Տեղանքից է, հա։ Չնայած այս պալիվը տաղանդավոր էի լավ։ Օրեսի ցուրտ։ Շուտ կրակը վառենք, որ Իսկ թվում է կարանք չասենք, որ բան ենք արել, հավաքել ենք, որտեվ մեկ էլ ստից կոմենտ չգրեն, ասենք ես տախտակը որտեղից եք հավաքել։ Չէ։ Այս տախտակները մենք հավաքելով եկանք, որ կրակ վառենք։ Հիմա կրակ ենք վառելու Էդգարի հետ ու պատրաստենք թեյ մասուրով։ Հա։ Մենք մասուր ճանապարհին հավաքեցինք։ Մասուրով թեյ կպատրաստենք։ Всё, սկսեցինք։ Այ Համ վառենք, համ զրուցենք, էլի։ Հիմա Էդգար ջան ինձ ասա ոնց եղավ այս մտահղացումը, ոնց ծնվեց ձիարշավ կազմակերպելը։ Այս մտահղացումը իմ մանկության երազանքը եղել։ Այս ամեն ինչի համար, այո, բավականին աշխատել եմ, քանի որ ձեր իմ հոբին են։ Ես իրանց հետ այդ աշխատանք չեմ կարող ասել, իմ սիրելի զբաղմունքն է։ Ու քանի որ ես իրանց ամեն ինչ շատ լավ արժեցրել եմ, կարողացել եմ իրանց ամեն բան սովորացնել, որ մարդու հետ կարողանան լավ շփման մեջ մտնեն։ Ու սենց մեկը մյուսով խոսքի գովազդով մարդիկ իմացան, որ մենք կարողանում ենք ձիարշավներ կազմակերպել։ Ու գալիս է։ Մեր գործը սենց մեծ ճանաչում գտավ։ Շատ է հետաքրքրվածությունը մարդկանց կողմից։ Այո, հիմնական հետաքրքրվածությունները աղջիկներն են։ Յա, 70-30 սենց հարաբերությամբ աղջիկները ավելի, չէ, կոկոսայինով։
Ուզում ասա 70, հայն, 70-ն է կարակա։ Հա, խնդիր չէ, դա կարան կազմակերպենք, բայց 70% ավելի շատ աղջիկներն են հետաքրքրված այս ամեն ինչով։ Դրանով մի քիչ դժվար է մեր գործը, քանի որ գալիս են կաբլուկներով ուզում են բարձրանան անտառ, այդ ձիերի վրա։ Բայց դե ամեն ինչ տակից կարում ենք դուրս գանք, կարևոր պատրաստված եք։ Հեծնելու ձև կա, պարտադիր չի կաբլուկը դնելու։ Ջարդել մնա ճանապարհին։ Հա, բան չեք ամ այդ կաբլուկները։ Կաբլուկները կամ ներքևը մենք արդեն պատրաստվել ենք, ոտասներ ունենք, որ ովքեր կաբլուկներով են գալի, ոտասներ ենք տալի, ճիշտ է մի անգամ մի 39 համար հագնող աղջիկ կար, 44 համարի ոտաս էինք տվել ու ճանապարհին անընդհատ դուրս էր գալի ոտքից, բայց ամենայն դեպս բարեհաջող եկավ արշավի ու հետ գնաց։ Կարևորը ինքը կհիշի, որ կաբլուկներով չի կարելի գնալ։ Ձի հետ, Ժորժ ջան, դա ձի է։ Ձի է ուղղակի։ Պետք չի ձիուն։ Հետաքրքիր է ինչ դեպքեր ա եղել արշավների ժամանակ։ Հետաքրքիր որ ասացիք մի բան հիշեցի մի անգամից։ Ուրեմն 5 հոգով արշավ էինք կազմակերպել, բարձրացանք ստեղ, ըստ ամառը խոտը շատ է, ձիերին բաց ենք թողում, մենք իջնում ենք ներքև, ջրվեժը նայում ենք, ուրեմն ձիերին բաց թողեցինք, վերևը չենք տեսել, որ քեֆ անողներ կային, ծառի տակ նստել էին, հաց էին ուտում։ Ու քանի որ իմ ձիերը տենց ուտելիքների հանդեպ մեծ թուլություն ունեն, հարձակվել էին սեղանի վրա, այդ մարդիկ գնացել էին կողքը նստեն նայում են, թե ինչպես են ձիերը ուտում այդ իրանց ամեն ինչը, որ ներքևից 2 կիլոմետր ոտքով այդքան ծանր բարձրացել էին։ Մեկը ձմերուկներ ջարդել, մեկը ֆանտաներ խմում, ու այդ մարդիկ հետո բարձրացանք, մենք լողացանք, մի խոսքով ստե լավ ժամանակ անցկացրեցինք, բարձրացանք, ասում ենք խիչ էի կասել, ասում դե դա էլ էր հաճելի, նայեցինք ջանդամ, թե մենք սոված չենք։ Ամբողջ ցամքերել էին, մարդիկ սոված մնացին։ Այո։ Դա մարդկաց չեն կերել, խոյտորակ կլինի։ Մարդկանց մսակեր չեն, բախները բերել։ Մսակեր չեն, հասկացա։ Շատ հետաքրքիր է։ Կրակը վառենք չմասել։ Հա։ Բայց ո՞նց է, ձիերը զգացում է, որ ավելի խելաց են, քան օրինակ Հասկացա ես ձեզ մի անգամից։ Ձիերի հասկացողությունը հասնում է մինչև 10 տարեկան երեխայի խելքի։ Որոշ ձիեր կան, որ այդքան իրանց ուղեղ աշխատում է, իրանք այդքան հասկանում են։ Մինչև 10 տարեկան երեխայի խելք։ Հա, մինչև այդքան խելք ունեն ձիերը։ Նույն ուղեղն ենք, Ժորժ։ Նու, այտենց դեպքեր եղել է իմ հետ էլ կապված, որոշակի այտենց չեմ ուզում Ոնց կա տենց ասա։ Չէ, լավ, շատ բաներ չեմ պատմի։ Չէ, ասա, դե ոյ, կասել եմ, զամանամ։ Չէ, լավ, ուրիշ մի հատ հետաքրքիր բան պատմեմ։ Բայց ինչ ա եղել այդ պահը։ Լավ, հետո թաքուն կասեմ։ Թաքուն։ Հա։ Այդ մարդը կարող է լսի։ Հա, էլի։ Լավ։ Նեղանա։ Կնեղանա, բայց հո անունը չենք տալիս։ X մարդ։ Ինչ կարակ պատմեք։ Չէ, այդ մարդու անունով որ չտանք էլ մենք այնք իմանալու իր մասին եմ պատմել։ Ու նեղանալու է։ Հա, էլի։ Այ մարդը տես բան չաներ։ Դե հիմա արել է մարդը։ Թե ինչ արել չգիտեմ էլի։ Ուրիշ դեպք կա։ Հա, ուրիշ դեպք։ Ես 4 տարեկան երեխա էի ու միշտ այդ ձիերի հետ շփման մեջ էի, ինչքան էլ որ իմ տանեցիներին զարքելում էին, դե վտանգավոր էր։ Հա, երբ օրոց ստիչել եմ, այս կենթանների հետ կապը շատ մեծ է եղել ու միշտ իրանց հետ եմ շփվել։ Իսկ ստացիր օրորոցն է եղել։ Դու կարա տենց էլ, տենց էլ կարանք ասենք։ 4 տարեկան ժամանակ նստել էի ձիու վրա ու այդ հենակների ընկել էի, հենակի վրա էր մնացել ոտքս։ Ձին զուտ 2 ժամը պես կանգնել էր, մինչև մերոնք եկել էին անտառի մեջից գտել էին, որ ես այդպես ձիուց կախված եմ ու ինձ ազատել էին։ Ուրիշ ձի լիներ, օրինակ կարող է, հա, ինձ վերցները տենց գնար քաշ տալով անտառի մեջ ու հաստատ չգիտեմ, իմ մեծ կտորը կարող է ականջս մնար կամ չմնար։ Ոչ, չգիտեմ ծիծաղում թե, բայց ծիծաղը զգալիս։ Չէ, այդ ասեցի ինչի համար, որ իրանց խելքը այդքան հասնում է, էլի, ես իրանց հետ որ տեն շփման մեջ եմ մտել, իրանք գիտեն ում հետ է ու նայեցա որ հա, մի քիչ վտանգավոր է, չէ։ Հա, իսկ կա այդ ձին։ Այդ ձին հա կա հիմա։ Հիմա կա։ Այո։ Վաու, քան տարեկան արդեն։ Արդեն 20
56 արդեն էլի։ Չէ, ես 25 եմ, ինքը ինձանից 4 տարի մեծ է։ Սպիտակ ձի է ինքը, սպիտակ ձիերը ընդհանրապես ավելի երկար են ապրում, քան թե մնացած ձիերը։ Ընդհանրապես քանի տարի են ապրում։ Ամենաշատը։ Вообще ասում են 30 տարի, բայց եթե իրանց ուզած առօրյայով է սպառում, այսինքն բնությունից չես կտրում, իրանք ավելի երկար են ապրում։ Вообще 30 տարի է ձիու ընդհանուր կյանքը։ Մյուս տարի ճանապարհել եք ձեր։ Չէ, ինքը հաստատ ավելի երկար կարող է ռեկորդակից դառնա։ Ինչքան օրինակ։ Ու չեմ կարա տենց ասեմ։ 35 կյանք ցույց կտա։ 40։ Հա, կարա լինի։ Անունը ո՞նց է։ Անունը Շագա է։ Շագա։ Լեգենդար ձի է։ Կուզեինք ծանոթանայինք Շագայի հետ։ Մյուս անգամ։ Ոյ կրոկը վառենք շորտան, հետո կխոսանք։ Վառենք կրոկը։ Ահա։ Սելնես 1830 թվականին, երբ մեր պապերը այստեղ են գաղթել Արծապ գյուղից, իրենց հետ բերել են հայկական ուտեստների հարուստ ժառանգություն, որոնցից մեկը մենք այսօր կպատրաստենք։ Պատրաստելու ենք մշոշ ուտեստը, որը առաջացել է մշմոշ ծիրան բառից։ Պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է ընդամենը ոսպ, սոխ, ընկույզ եւ ծիրանաչիր եւ ձիթայուղ։ Հիմա տեսեք, ես ոսպը արդեն եփած բերել եմ, դե հասկանում եք, երկարատևում չէ լինի, էլի այստեղ սարքել։ Ինձ էլ խղճացեք լավ։ Հիմա մենք սոխը կտապակենք։ Սոխը տապակելու համար մեզ անհրաժեշտ է ձիթայուղ։ Լցնում ենք այստեղ, հոп, 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 լավա։ Մկչել, ահա։ Շատ լավ է։ Այնուհետև լցնում ենք սոխը։ Սոխը պետք է շատ լինի, Ժորժ ջան, հատկապես ձմռան ցրտին վիրուսներից պաշտպանում է։ Ես դրա համար չեմ հիվանդանում, բա գիտեք, սար ու ձոր, գնացինք։ Օպլա։ Ժորժ ջան, սոխը մի քիչ տապակվում է, հետո ավելացնում ենք ոսպը։ Իմիջայից ոսպը պետք է տրորել, ես չեմ տրորել, որտեղ տրորած չեմ սիրում։ Այսպես ավելացնում ենք սոխին, մի քիչ, հետո ավելացնում ենք ծիրանաչիրն ու ընկույզը, քիչ անենք, վերջում էլի կավելացնենք, այսպես խառնում ենք ու 15 րոպե նորից տապակում ենք, գնացինք նորից կրակի մոտ։ Էդգար, մասորը բեր։ Ժորժ ջան, 15 րոպե եփելուց հետո կարող ենք նորից ընկույզ ավելացնել, արդեն ըստ ճաշակի, եւ համեմունքներ, սև բիբար եւ այլ համեմունքներ, ինչը արդեն դուք կցանկանաք։ Դե մեզ բարի ախորժակ։ Ձեզ էլ երևի, եթե հիմա պատրաստում էիք էլի։ Ինչպես շատ հայկական ուտեստներ, Ժորժ ջան, սա էլ շատ հեշտ է պատրաստում, պահքային ուտեստ է ու շատ համեղ է։ Մանավանդ որ ես եմ պատրաստում։ Ավելի իդեալական օր չէի կարող ունենալ Ժորժ ջան։ Ամեն ինչի ասքանչա։
Սիրելիներս, այսօր ես նաև հյուրընկալվել եմ Մեղրաձորի էթնոտուն, որը ներկայացնում է համայնքի ավանդույթները։ Իսկ ավելի մանրամասն գործունեությանը կծանոթանանք հենց հիմա զրուցելով Վարդանի հետ։ Ողջույն։ Ողջույն։ Շատ ուրախ եմ, որ եկել եմ ձեր էթնոտուն, շատ տպավորված եմ, բայց մանրամասները կուզեմ ձեզանից լսել։ Ես էլ եմ ուրախ, շնորհակալ եմ, ողջունում եմ եւ շատ եմ կարևորում նմանատիպ այցելությունները։ Կենտրոնը Մեղրաձոր էթնոտունն է, որը նաև ներկայացնում է Մեղրաձորում մշակութային երևույթներից ինչ-որ մի քանիսը։ Հա։ Գորգագործություն ենք փորձում մեր հյուրերին ներկայացնել, մյուս սրահում թոնի լավաշ պրոցես, ցորենի մշակում, քվեստային խաղեր եւ այլ լանչ ունենք։ Մի խոսքով Ժորժյան։ Հավես բաներով եք զբաղված։ Հավես բաներով նաև կրթա, այո, բնականաբար իմ միտքն է եղել եւ նաև ամառվա ակտիվ սեզոնին ունենք գիտակրթական պրոցես, որը նաև բացի քվեստային խաղերի վերածել է նաև պրոցեսին գիտական երևույթ է ապահովում։ Թե հանգստի ոլորտում, թե կրթական ոլորտում միքս են կարել եւ հետաքրքիր, չգիտեմ, ժամանցի արդեն։ Դուք փայտագործությամբ եք զբաղվում, ու այստեղ ինչ ցուցադրված է ձեր ձեռքի աշխատանքն է։ Այո, այստեղ ինչ ներկայացված է իմ ձեռքի աշխատանքն է եւ կուզեի այս անգամ կոնկրետ խոսել Ֆրունզիկ Մկրտչյանի աշխատանքից, քանի որ երբևիցե չեմ մեկնաբանել։ Փոքր տարիքում այցելելով Մեղրաձորի մշակույթի տուն, տարբեր դերեր խաղալով միշտ Ֆրունզիկ Մկրտչյանը ոգևորել է եւ էներգետիկ դաշտ է ապահովել, երևի ամեն մի ցանկացած իմ հետագա զարգացման։ Օգնել է եւ ամբողջությամբ բնականաբար իմ ձեռագործ աշխատանքներն են։ Ինձ բայց հեռու մի գնացեք, կողքը պետքա կանգնեք։ Հա, տես չգիտեմ։ Տենց գնում եք։ Խաղողի արմատներից եք։ Ամբողջությամբ խաղողի արմատներից։ Միայն խաղողի արմատներից է։ Մեծամասամբ միայն խաղողի արմատներից։ Իսկ ձեր այս տաղանդը փոխանցում եք ուրիշին։ Աշակերտներ ունեք։ Հա, հետաքրքիր թեմայից եք փորձում խոսել, նոր եմ փորձում փոխանցել, շատ նոր եւ փառք Աստծո Մեղրաձոր գյուղում մշակույթի տանը արդեն աշակերտներ այցելելով, ասեմ ավելին շատ ակտիվ, խելացի, քիչ միանշանակ հետաքրքրում է, ասեմ ավելին 1 ամիս դեռ չկա, որ երեխաների հետ զբաղվում ենք փորձի փոխանակմամբ։ Կարելի ասել կամաց շոշափելի արդյունք ենք փորձում գրանցել, փառք Աստծուն, Ժորժ ջան։ Դե լավ, ձեզ լիքը հաջողություն։ Մեր երեխաները բնականաբար մեզանից ակտիվ, խելացի եւ կարեւոր սերունդ պետք է մեծանա։ Իհարկե։ Իսկ երեխեքի հետ կապված ինչ-որ զվարճալի դեպքեր հետ եղել է դասերի ժամանակ։ Դասերի ժամանակ անցած պարապմունքի ժամանակ Մինասյան Սուրիկը ընկերոջս որդին է։ Չեմ հիշում, հեռախոսին զանգ եկավ, թե ընկերგვարին ինչ-որ բան է ուզում ասել, դասարանից դուրս է եկել, հետ եկա, տեսա Սուրիկը դհոլն անելա, դե հաջորդ խմբակում դհոլ է գնում, տղաների հետ դհոլ է նվագում։ Միքս էին կարել, հա։ Փայտագործություն ու դհոլ։ Փայտագործություն ու դհոլ, իշքան։ Կարևորը հայկականն է, ավանդականն է, մերն է։ Ինչով են զբաղվում լավ։ Կարևորը մեր երեխաները բազմապրոֆիլ, զարգացող եւ մշակութային առօրյայով են ապրում, իրականում։ Իրականում շատ լավ ծրագիր եք մշակել եւ երեխաներին զբաղեցնելու, որ պարապությունից ուրիշ վատ բաներով չզբաղվեն։ Համ էլ կրթությունը, համ էլ մեր ավանդույթներն են, մեր հայկական մշակույթն է, շատ ուրախ ենք, շատ ապրեք։ Շատ ողջունում ենք ձեզ, բայց չավարտեցինք։ Ժորժ ջան, Վարդանը անեկդոտ հիշեց, որի վերնագիրը ճանճ է։ Ճանճ, հա, կրիացիվ անեկդոտ է, ուրեմն մի անգամ ճանճը գնում է դիսկոտեկա, փապ, չգիտեմ, ինչ-որ միտեղ կոկտեյլներ, տեկիլա, խմիչք եւ այլ, դե վերջում էլ գյուղից եկած ճանճա լինում, տնական օղով բան, վերջում դուրս է գալիս, դուրը փակում է, անում է տզ, տեսնում է թևերը չի բացում, ասում արա թու արա, այսօր էլ պետք է ոտով էտամ տուն։ Այդ կարգի է խմել է ճանճը։ Արդեն ծիծաղել էր, որ ճանճը դիսկոտեկա է գնում։ Դե մի քիչ թիվը փոխվել է ամեն դեպքում ցանկացած զարգացող ռիթմ պետք է անցալենք եւ հա, ցանկացած ճանճ կարա գնա։ Ցանկացած ճանճ կարա գնա, ճանճին ինչ կա։
Հաստատ։ Սիրելիներս, Մեղրաձոր այցելելուց չմոռանաք գալ Էթնոտուն, ասեմ ձեզ շատ հետաքրքիր է, ուղղակի այս պահին եղանակային խնդիրների պատճառով շատ բան չեն կարող ձեզ ցույց տալ, բայց շատ հետաքրքիր բաներ կան, ես ձեզ վստահեցնում եմ։ Շնորհակալ եմ ձեզ Վարդան ջան, ձեր գործերին հաջողություն, մենք ամառ անպայման կայցելենք։ Ես էլ եմ շնորհակալ, շատ ուրախ եմ, հաճելի է։ Մերսի։ Սիրելիներս, ճիշտն ասած, ցուրտ եղանակի պատճառով չկարողացանք ձեզ լիարժեք ներկայացնել Մեղրաձորը ու չհանդիպեցինք շատ մարդկանց, ում հետ կարող էինք զրուցել։ Բայց դրա մեղավորը ես չեմ, մեղավորը եղանակն է, հասկանում եք։ Բայց հույս ունեմ, որ ինչ-որ չափով կարողացանք ձեզ փոխանցել այս հրաշք գյուղի կոլորիտը, էներգիան, ջերմությունը, բնությունը։ Ես գիտեք ինչ նկատեցի, որ այս գյուղը կարող է դառնալ տուրիստական հրաշալի վայր։ Ու քանի գնա կզարգանա։ Մենակ գիտեք ինչ էր պակասում։ Պետքարանը։ Ոչ մի տեղ չկար։ Գնամ հասնեմ տուն գոնե։ Դե ինձ սերներս ցտեսություն։ Հույս ունեմ մյուս անգամ արդեն ավելի լիարժեք հաղորդում կստանանք։ Ցտեսություն։ Օրերն էլ կտաքանա։ Գնացի։ Ոյ, այ։